երաժշտական ընտանիքում եք մեծացել։ Այո։ Այդուհանդերձ ձեր հայրը երազում էր, որ դուք կաշեգործ դառնաք ու անգամ քիմիկոս ինժեների մասնագիտություն եք ստացել։ Օհան Դուրյանի հետ կապված այսպես մի կատակ պատմություն էին պատմում, երբ մայրը տեսել է նրան բեմում, ասել է բոլորը գործ էին անում, իսկ դու ամոթից գետինը մտա։ Ձեր դեպքում ինչպես արձագանքեցին ձեր ընտրությանը ծնողները։ Նախ ասեմ, որ իմ մեծ հայրիկը հոր կողմից եղել է երաժիշտ, կլարնետիստ է, կլարնետը հար է եղել։ Իսկ ನಾನು չեմ ճանաչել, որ շատ փոքր տարեկան մահացել, 30 տարեկան մահացել է, եւ նկարով գիտեմ։ Նոները սենկանը բան չէին, համաձայն չէին, որ ես լինեի երաժիշտ։ Ոչ թե իմ վատը ցանկանալով, այլ դե պատահում է, որ երբեմն երաժիշտների կյանքը սխալ է դասավորվում եւ ճշմարիտ վիճակում են հայտնվում։ Իսկ հայրս բաշխի մասնակետ էր եւ բավականին լավ գործիչ մարդ էր։ Իսկ երևի գեներից արդեն իր հորը ժառանգորդը որպես ավելի շատ արվեստի մարդ էի, բնածին հատկություններով։ Ես ուղղակի դարձա կաշվեգործության մասնագիտություն ձեռք բերեցի դիպլոմով, քանի որ հորս խոսքին չէր լինի, այսինքն շատ ցուկուծանր մարդ էր եւ շնորհակալություն։ Եվ ուրեմն ստիպված ես իմ այդ չսիրած գործը սովորեցի։ Բայց հիմա ահագին զղջացել եմ։ Որ սովորել եք։ Ինչ իմաստով, չէ։ Հիմա գիտեք աշխարհը այնպես է փոխվել, որ մարդիկ ուզում են քիչ աշխատեն, շատ փող ունենան։ Իսկ այդ ուզում են շատ փող կար, մեջ էլ ասենք։ Իսկ հիմա ճիշտ է, հաջողություններ ունեցել եմ շատ։ Գլխավորից հաջողություններ կարող եմ ասել, որ ունեցել եմ, բայց ինչի դեր եմ։ Այսօր համեմատես, ուրեմն իմ կյանքը կամ շատ ճիշտ է, կամ շատ սխալ։ Գիտենք, որ կաշեգործություն սովորելուց հետո, հենց սովորեցիք, վերջացրեցիք, կոնսերվատորիա ընդունվեցիք։ Չէ, կոնսերվատորիան ավարտել էի, որ գնացի Փարիզ։ Փարիզում մասնագիտությունը շարունակեցի այնտեղ, որովհետև մի հայտարարություն կարդացի, որտեղ որ սրտեն ընդունում էին ուսումնության քննության վրա, հույս չունեի, բայց բախտս բերեց գերվե հաջողվեցի։ Զուգահեռ երկու ֆրոնտով աշխատեցի, այնտեղ դժվար էր երիտասարդ տարիքում։ Վազում էի այնտեղ, իսկ հետո որ եկա վերադարձա պոլիս, այո, ասպիրանտուրա ավարտեցի։ Իսկ մինչև այդ արդեն այս շրջանավարտ էի կոնսերվատորիայից։ Պարոն Չեքիջյան, գիտենք, որ նաև ցանկացել եք նավապետ դառնալ։ Շատ։ Չեք ափսոսում, որ մանկության երազանքը իրականություն չդարձավ։ Մուրադս մնացել է, որ Որտեղից այդ երազանքը։ Ինչու հենց նավապետ։ Շատ էի սիրում։ Այդ նավապետներին շատ էի բարենախանձով նայում, որ մեծ նավերի են նավարեց, մեծ ալիքներով մակարում են, պայքարում են alt մալեքների հետ։ Մի տեսակ այդ կյանքը շատ գրավիչ էր։ Բայց այդպես հնարավորություն չկար, այնպես մնաց, բայց հիմա կյանքի ուրիշ ալիքներով սկսեցի պայքարել։ Հեշտ բան չէ, խումբին տարել եմ, արդեն 55-րդ տարին է, 55-րդ տարին այս խմբի ղեկավարն եմ, որտեղ որ ասենք չեք կնացել։ 864 համայնք եմ դրել հայրենիքից դուրս։ Եվ ամենուրեք ունեցել եմ խոշոր հաջողություններ։ Այդ շրջագայությունները հիմա էլ են նույն ինտենսիվությամբ շարունակվում։ Չէ, հիմա շատ սպասել են, հիմա այս տարի մի անգամ մի դեր կարողանանք գնալ, լավ է։ Իսկ այնտեղ ժամանակին մի ձեռքով ղեկավարվող բան կար, գորշ կոնցերտ կար, ցավյուս կոնցերտ կար, դրանք իրենց մի ձեռքով ղեկավարվող այսպես է ամբողջ մեծ միություն կար եւ մենք չէինք հասցնում նրանց առաջարկությունները կատարել, որտեղ մոդելն ենք այդ ծրագրերի մեջ։ Իսկ պատճառը ո՞րն է, որ քիչ եք շրջագայում, ֆինանսական թե այլ պատճառներ ևս կան։ Չէ, բնակ ֆինանսական, ուրիշ պատճառ չկա։ Խումբը լավ վիճակում է։ Դեկտեմբերի 23-ին համերգ է դες հրավիրում է։
Շնորհակալություն։ Համամետ կլինի։ Ձեր ծննդյան արդիվ։ Իմ մասին շատ բան գիտեք։ Նաև գիտենք, որ ծնվել եք դեկտեմբերի 23-ին, սակայն անձնագրում գրված է հունվարի 23։ Միամիտ տարբերություն, բայց տարին Երբ եք փոխում է։ նշում, փաստորեն դեկտեմբերի 23-ին եք հենց նշում։ Ես ուզում եմ որ դեկտեմբերի 23-ին նշեմ, բայց պաշտոնական բանետեղագրումները միշտ հունվարի 23-ն է, որտեղ անձնագրում այդպես է գրված։ Գիտենք, որ երգչախմբի առջև առաջին անգամ կանգնել եք 14 տարեկանում, երբ խմբավարը հիվանդացել էր, եւ դա փաստորեն դարձավ ճակատագրական։ Ինչպես հասկացաք, որ դիրիժորությունը հենց ձեր կոչումն է։ Հենց առաջի օրը 14 տարեկան հասակում, որ ձերքերս բարձրացրի եւ մարդիկ սկսեցի երգել իմ ձեռքերով, հասկացա, որ սա դժվար գործ է, բայց սա իմ գործն է։ Եվ այսօր 72 տարի այդ գործի մեջ եմ։ Դուք 1961 թվականից Հայաստանում եք։ Մի անգամ պատմել եք ձեր տպավորությունների մասին, որ օդանավակայան որպես այդպեսին չկար, ինքնաթիռից իջնելով նման պատկերի եք ականատես եղել։ Այդ պահին հուսահատության կամ գուցե անորոշության զգացում կար ձեզ մոտ։ Զարմանք կար, որովհետև դեռ մի շաբաթ էր ընդամենը, որ Մոսկվայից այստեղ ինքնաթիռը ուղիղ շվեդրով գալիս էր։ Il-18-ը այն ժամանակ շատ լյուքս էր, շատ այսպես արտիական ինքնաթիռ էր։ Վայրես կադրած ինքնաթիռը բանկար, պալասան կար, բայց аэропорт պիսին չկար, պես լար էին կապել։ Շատ զարմանալի թվաց ինձ, բայց նոր բան էր, ամիջապես հետո արդեն կարողացեցին։ Այսինքն հուսահատության զգացում չունեցաք այդ պահին։ Զարմանք ունեցա իհարկե։ Զարմանք։ Հա։ Դուք առաջիններից եք երևի, թե որ պոլսից գալիս էին հայրենիք ու այստեղ ոչ միանշանակ ընդունեցին ձեզ, հա։ Մի տեսակ տարօրինակ էին նայում, անգամ պատմել եք, որ լրտեսի տեղ էին ձեզ դնում։ Դժվար էր հայրենիքում ուղի հարթելը ձեզ համար, որպես պոլսից եկած երիտասարդ։ Հիմա տեսեք, երիտասարդներ դուք հիմա շեկեր պատկերացրին, որ ասեմ։ Այնտեղից այստեղ թռչուն չէր գալի։ Այդ երկաթե վարակույրը սոսկալի բան էր։ Մարդ չկար, որ այնտեղից այստեղ անցներ կար։ Բայց քանի որ ես Մոսկվայից եկա, այսինքն Մոսկվայում հրավիրվել եմ այնտեղ որ մասնակետ աշխատելուն, ավելի հեշտ եղավ իհարկե։ Էլի խոշորներ դժվարություններ եղան, բայց անհնարին բանը դարձավ հնարավոր։ Ինչ որ նայում էին, այսպես Հակոբ կապս ուրիշ էր, բան 61 թիվներ, մարդիկ նայում են, ոնց առաջին անգամ նեգր են տեսնում, բան նայում էին վրից։ Եվ դե ադապտացիան դժվար էր, իհարկե դժվար էր, որովհետև ամեն ինչ քաղաքականացված էր։ Դեռ Մոսկվայում այդ բանը նկատվում էր։ Ստալինի չկա, բայց շրջոպները կային։ Ինչպես ասում են բոլոր մեծ պատմություններում, կնոջ մեծ դերակատարում կա։ Ստամբուլում Սկյուտայր թաղամասում հանդիպել եք ձեր կնոջը, դերձակուհի Մայդային։ Կհիշեք ինչպես հանդիպեցիք, ինչպես եղավ ձեր առաջին հանդիպումը։ Նոր տարվա կապակցությամբ հունվարի 5-ին հանդիպում էր, երիտասարդներով հավաքվել էինք։ Այսպեսի մի թաղամաս կար, Շուդար թաղամաս։ Ես ապրում էի Բոսո, ուրեմն եվրոպական մասում, իսկ այդ Շուդարը Զոբեդանսների դիմացն էր։ Այդ է ծանոթացանք, երիտասարդ էի շատ։ Ծանոթացանք, հետո էլի հանդիպեցինք եւ այլն եւ ճակատագիրը այնպես եղավ, որ ես ընդրեցի որպես իմ գոհագիծը շատ լավ 41 տարի շատ լավ կին եմ ունեցել, լավ ընտանիք եմ ունեցել։ Ասվածլություն հոգին լուսավորի գործերեցի, որովհետև սրտային էր, հիվանդ էր, 9 տարի հիվանդ մնաց, էլիներ էլ գնայի սիրո, բայց այդպես աղ, ձերքից թռավ։ Ասում եք աշխատում եք 20-րդ շարքում լսած մարդու ականջով լսել երաժշտությունը։ Ձեր խոսքերն են դուք եք ասել։ Դուք որպես խմբավար պահանջկոտ եք, որպես դիրիժոր պահանջկոտ եք թիմում նոր ընդգրկվող անդամների։ Չափից ավելի երևի պահանջկոտ եմ, այո, առաստրան հաջողություն չի լինի, որտեղ մեր գործը այսպես գիտես աստեղի ծայրով խոր փորել է։ Այնքան այսպես ամեն մի շունչի վրա, ամեն մի խոսքի վրա պիտի
պարաբես ամեն ինչ տեղը դրես, հարկես եւ այլ այդ իմաստով էլ եմ գտնում, կամ շատ ճիշտ եմ գործը, կամ շատ սխալ է։ Այ կատակ խոսքա լավ դիրիժորները չեն խանգարում նվագախմբին նվագել։ Նաև ասում եմ, որ ամենադժվարը մարդկանց հետ աշխատելն է։ Ինչպես է կարողանում տարբեր բնավորություններ համատեղելով դարձնել ակորդ եւ երաժշտություն։ Ինչ նրբություններ ունի ձեր մասնագիտությունը։ Գիտեք ինչ, այդ բանը, եթե կարողանամ խոսքերը բացատրել, պիտի բեմը թողնեմ ու գնամ։ Կան բաներ, որ անբացատրելի են։ Ասեմ մի երկու խոսքով, չնայած դժվար է բացատրել։ Ես որ մոդնում եմ խմբին, խմբի հնչողությունը փոխվում է։ Դառնում է ուրիշ խումբ։ Պատահում է, չէ, որ իմ վերադասը ինձ կանչել է, ես կերժամ ուշադրում եմ գալի։ Դիրիժորներ կան, ինձանից բացի։ Բայց այդ հնչողությունը ուրիշ է, ես որ գալիս եկը սպասացում, կարծես այդ խումբը փոխվում է, ուրիշ կողորներով է երկու, ուրիշ տեղ է երկու։ Ասելս ինչ է, որ ես ունեմ իմ ձեռագիրը։ Եվ այդ հնչողությունը, որ ես ձեռք եմ բերում խմբից, դա չգիտեմ, կարող եմ բացատրել, թե չէ, ոչ թե եկիչների կամ նվագախմբի ունակությունների վրա ես հենվում, այլ ուզում ես, որպեսզի, ես ուզում եմ, որպեսզի այն հնչողությունը ինձ է պետք, այդ իրանցից վերցնեմ։ Այս է տարբերությունը։ Եվ դա չնայած բացատրել դժվար է, բայց ապացուցված բան է, 55-րդ դրա ամենօրաբացությունը։ Երևի թե նաև կարևոր է, որ կոլեկտիվը հաշտ լինի այս ուղղությամբ։ Շատ կարևոր է, որովհետև նախ եւ առաջ պիտի կոլեկտիվը, գիտեք, մեր գործը այնպեսին է, որ եթե հանգարց քիչ է պատահում, որ ինչ-որ ժամանակ մի վիճաբանություն լինի, չէ, ասենք թե 100 հոգի մարդ են։ Իրանց ծայրը իրար չի դուլվի։ Իսկ մեր նպատակը այն է, որ խումբը լինի մի համուր ձևով։ Դրա համար նախ եւ առաջ պիտի ստեղծես խումբ, որը համերաշխ է, նոր սկսես արվեստով զբաղվել։ Իսկ եթե ինչ-որ վիճաբանություն է եղած լինում եւ դուք տեղեկանում եք, ինչպես եք հաշտեցնում։ Ինչ-որ գաղտնիքներ ունեք։ Թե արդեն որ ձեզ տեսնում են, զգաստանում են։ Ոչ, ինչ որ տեսնում են, արդեն հաշտվում են։ Մարշալ Բաղրամյանը ձեզ անվանել է խմբերգային երաժշտության մարշալ, Արամ Խաչատրյանը ասել է, որ կարողացել եք ազգայինը վերածել համազգայինի եւ ձեր արվեստը դարձնել համամարտկային։ Այս խոսքերից բացի էլ ում խոսքերը կհիշեք։ Դե աշխարհի մեծամեծները մեծ մասին արտահայտվել են, օրինակ Մռավիցկու խոսքերը։ Մռավիցկին շատ հայտնի բան էր, դիրիժոր էր, սովետական միության, ամենալավ նվագախմբերից մեկը Լենինգրադում, որին ես բախտ եմ ունեցել մի քանի տասնյակ անգամներ իրանց հետ համեր տալ։ Նրա խոսքերը այսպիսին է, ինքը եկել է որպես ունգնդիր եւ ասել է, որ Չեկիջյանը այն մեկնաբաններից է, որ իմ այսքան բազմամյա ուրեմն մասնագիտությունս մոռացնել դրես, ես դարձա սովորական ունգնդիր։ 2014-ը չեկիջանական տարի էր։ Դուք գոհ եք այդ տարվանից, ձեզ համար ինչ ձեռքբերումներ եղան, ձեզ համար նաև գնահատանքի առումով վերահաստատվեց այն սերն, որ կար ձեր։ Դա շատ ուրախալի բաներ ինձ համար, որ մի գիրք ստեղծվեց, որ բավականին ծավալուն գիրք է, 600 էջանոց։ Այնտեղ իմ կյանքի գործունեության մասին ահագին բան կա։ Ափսոսում եմ, որ հետս չբերեցի, մոռացա, բայց իմ պարկն ինձ հետ նվիրեմ։ Ձեր մասին ասում են դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն։ 800-ից ավելի համերգներ եք տվել աշխարհի ամենատարբեր երկրներում։ Ձեր անսպառ էներգիայի աղբյուրը որն է, ինչպես եք կարողանում անընդհատ աշխատանքի մեջ լինել ու չօգնել։ Անսպառ էներգիա չի լինում, բայց գիտեք ինչ, արդեն ես հասկանում եմ, որ բեմ ուրիշ մարդ եմ, կյանքում ուրիշ։ Կյանքում դժվար խոսակցական բանը դժվար է, որտեղ փոքր հասակից այդպես իմ զգացածս ավելի շատ է, քան թե արտահայտածս, որովհետև ինչ որ զգում եմ, խոսքերը դժվար եմ արտահայտում։ Միշտ խոսքերը դժվարություն է,
խոսքով այն տերջախոսներից չեմ։ Դրանից ես պիտի հիասթափվեք գուցե, չգիտեմ։ Դե անսպար բան չկա, արդեն 90-ի մոդում եմ կյանքս բրտավ արդեն վերջացավ։ Բայց որ բեմ բարձրանում եմ, ոնց որ ես չունեմ։ Այսինքն այնտեղ ես ուրիշ մարդ եմ դառնում, չգիտեմ ինչ եմ ունում։ Պիտի շուտ իվերուս բաներ կա, ուժեր կա, որով կյանքում չունես, բայց հետո բեմում ունես, բացատրել դժվար է։ Այ բեմում մեծ կտավի ստեղծագործություններից հետո ներկայացնում եք մեր ազգայինը, օտար հանդիսատեսը ինչպես է ընդունում։ Հենց է շատ հետաքրքիր է, շատ լավ են ընդունում, շատ բացառիկ լավ են ընդունում, որտեղ մեր լադերը, հատկապես կոմիտասյան կատարումները, աշխարհի համար հետաքրքիր են։ Եվ ավական երաժշտությունը ունի մաժոր, մինոր, այսպես երկու բան, իսկ մեր լադերը շատ բազմազան են և շատ խորը։ Ես ուրախ եմ դրանով, որ կարողացել եմ աշխարհի շատ մեծ քաղաքներում ապացուցել, որ հայ ունի իր երաժշտությունը, ոնց որ կոմիտասն էր երազում և արեց կոմիտասը, շատ մեծ գործեր։ Բայց մեր խմբի միջոցով է, որ առավելապես հայկական երաժշտությունը տարածվեց ամբողջ աշխարհում։ Դրա համար չեմ ափսոսում։ Աշխարհի շատ երկրներում փաստ է դա, որ ձեզ շատ լավ են ընդունում ձեր խումբը, հատկապես որ երկրի հանդիսատեսին կառանձնացնեք կամ ինչ-որ հետաքրքիր դրվագ կպատմեք շրջագայություններից։ Լենինգրադում ես Պետերբուրգում 97 համերգ եմ ունեցել։ Շոստակովիչ համաս դահուրջում մեծ մասամբ և մեծ մասամբ նվագախումբ եղել եմ Ռավիցկու նվագախումբը։ Այնտեղ շատ խոշոր հետքեր եք թողել։ Այ մեզ հետ հարցազրույցից առաջ ասացիք, որ անհանգստանում եք։ Իսկ բեմ դուրս գալուց առաջ նույն անհանգստությունը կա ինչ-որ թալիսման, որ ձեզ հետ է կամ գուցե աղոթում եք։ Սարսափելի։ Բեմ դուրս գալուց առաջ ես գժի նման եմ, որովհետև շատ մեծ պատասխանատվություն եմ մոտենում, ինչքան տարիքս մեծանում է, այնքան պատասխանատվություն շատանում է։ Եվ գիտակցում եմ, որ բարձրանալը կամաց-կամաց է, բայց ընկնելը կարող է մեկ քայլ լինի։ Եվ շատ պատասխանատվության զգացումը շատ բարձր է, դա առանց հուզմունքի չի լինում երբեք։ Առանց հուզմունքի ոչ լավ բան չի ստեղծվում, դա կա։ Բայց բեմ այնպիսին է, որ բեմը քեզ չի ների։ Բեմում լինես շատ զգոն, շատ զգուշ, շատ պատասխանատու ամեն ինչից, որտեղ պատահական բաները կարող է քեզ շեղել։ Մի առիթով մի օտարչուի հետ խոսում էի, ասեց մենք անսակրությունից այդքան չենք վախենում, ասեց, վախենում ենք, որ այն ուրեմն մեր պասաժիրների մեջ լինի միակ գիժ և այս վերջերս դրա նման բան, չէ՞։ Եվս այդ անսպասելի բաները միշտ պատահում են ցավոք սրտի, եղել է, որ դահլիճի լույսերը անջատվել են, եղել է, որ յուր մոլայի շատ լավ դահլիճ կա, գիտեք, երեք կողմը բաց է, այնտեղ մեկ սպիրտորան ձեռքը ուրեմն սկսել է անցորդել, ամբողջ խառնել է ամեն ինչը։ Եղել է, որ նա չղջիկ է մտել, ուրեմն կանանց մազերի մեջ բան սիսվաներն է, եղել է, որ օրքեստրի կոնցերտ մեջը մեկի փողան երկու էջ է շուրդվել, ինչ ասես չի պատահում, եղել է, որ կադում վազել է մկան հետևից։ Այս դեպքում արդեն տարիների փորձը անգամ օգնական չի լինում։ Չէ, բարեբախտաբար չեմ կանգնում, չեմ կանգնել ոչ մի անգամ։ Եղել է, որ մարդիկ ընկել են այդ ռուսարձակների հետ շոկից, էլի չեմ կանգնել։ Որտեղ ունգնդիրը ուրիշ է, ունգնդիրը չի ծրում զիջել։ Մեր գործն էլ անզիջով պետք է լինի։ Պարոն Չեքիջյան, մի ֆիլմ կա Ֆեդերիկո Ֆելինիի նվագախմբի փորձը, չգիտեմ, գուցե տեսել եք։ Այստեղ դիրիժորին հատուկ դեր է հատկացվում ինչ-որ տիեզերական ներդաշնակության պահպանման։ Երբ մեծամտանում են երաժիշտները և սկսում են դիրիժորին չենթարկվել, փորձում են ստեղծել սեփական երաժշտությունը, ամեն ինչ փլուզվում է։ Դուք երբևէ ձեզ զգացել եք այդ տիեզերական ներդաշնակության պահպանման մասնակից։ Ամեն օր եմ զգում այդ բանը։
ամեն փորձին։ Գիտեք ինչ, ոնց ունգնդիրը գալիս է մեր համերգին, նստում է, առաջ նա հետին, առաջնի ռոբեներին, ուրիշ մարդ է, դուրս գալու ժամանակ ուրիշ մարդ է, ազատություն կա, չէ՞։ Εμείς փորձերի ժամանակ, որ իմ արտիստները փորձի նստում են, ուրիշ մարդ են, փորձի վերջում ուրիշ մարդ են։ Ոնց բացատրեմ, մեր գործը կյանքի նուրբ թելերի հետ է կապված։ Եվ այդ հնչողությունը, այդ երաժշտությունը մարդուն ազնվացնում է, մարդուն փոխում է, դեպի լավը փոխում են մարդիկ։ Իսկ հենց դու դուրս են գալի փոստասենյակից տեսնում են ես այլանդակ ինչ-որ ռաբիզներ եւ այլն, արդեն դա ուրիշ աշխարհ է։ Դուք ասում եք, որ չեք համարում ձեզ մի երաժիշտ, որի հետ կարելի է խոսել միայն երաժշտությունից։ Ինչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեք։ Գիտենք, որ նաև աճպարարություն եք սիրում։ Աճպարարություն, իհարկե ես բան չեմ, պրոֆեսիոնալ չեմ, բայց դրանից սիրում եմ ընկերական շրջապատը, սիրում եմ անեկդոտներ լսել, պատմել, սիրում եմ խնդիրներ լուծել։ Լուծել։ Այո, շատ եմ սիրում։ Գիտական խնդիրներ։ Այսինքն, այո, այդ երաժշտական քառակուսի մեջ չեմ տեղավորվում։ Ինձ հետ կարելի ամեն ինչ խոսել, կարծում եմ։ Ինձ մոտիկից ճանաչողներ պես են ասում։ Իմ կյանքը իհարկե բեմի հետ է։ Բայց իպես քիչացած դե ուրիշ մարդ եմ։ Եվ ասեմ մի բան էլ, որ ես ցանկացել եմ, որ որպես մարդ ինձ ընդունեն։ Գնահատեն, ոչ թե միայն բեմում։ Բեմում հասկանալի է, բայց նախ եւ այս ես մարդ եմ, հետո է բեմի մարդ եմ, չէ՞։ Այո։ Որպես մարդ եթե ինձ, գիտեք, եկու տեսակ արվեստի մարդ կա, մեկն է որ անունը դուրս է եկել, բոլորը գիտեն այդ կան։ Մեկը կա սիրված արվեստագետ, սիրված մարդ, սա էլ ուրիշ կատեգորիա է, որին ես ձգտել եմ, չգիտեմ ինչքան է հաջողվել։ Այսպես։ Իսկ աճպարարությամբ ձեր խմբի անդամներին զարմացնում եք, թե արդեն բոլոր ձեր այսպես ֆոկուսները գիտեն։ Շրջագայությունների ժամանակ կամ։ Գիտեք, հա, հատկապես շրջագայությունների ժամանակ ես եղել է որ, բայց ամբողջ խմբի առաջ չեմ հիշում, որ աճպարարություն եմ արել։ Ոչ, այդ ներ շրջապատներում, ասեն թե հյուրանոցի համարներում, կամ ես չգիտեմ, միշման ժամանակ Այսպես 8-10 հոգի ամենաշատը, 12 հոգի, ամբողջ խմբի առաջ երբեք չի արել։ Պարոն Չեկիչյան, գիտենք, որ նաև լող եք սիրում, եթե չենք սխալվում։ Զբաղվել եք լողով։ Ինչ եմ այն լողում, գնում։ Ձեր երաժիշտներից մեկը, երգչուհիներից մեկը պատմել էր մի անգամ, որ շատ եք սիրում իրենց հոգու հետ խաղալ, մի անգամ ձեր տուն հյուրեն եկած եղել, թաքնվել եք, որ տեսնեք կփնտրեն, ձեզ կգտնեն, թե չէ։ Հաճախ եք նման կատակներ անում, դուք ինչ-որ տպավորիչ կատակ այս պահին կհիշեք։ Դե, պատասխանում ձեզ է կատակել, բայց հիմա այն ժամանակը չի։ Նաև շախմատ եք շատ սիրում, մի անգամ համեմատականներ եք տարել, ասել եք ամեն բեմ ելնելը շախմատային մի պարտիա է։ Հաճախ եք շախմատ խաղում, ովքեր են լինում տախտակի առջև ձեր խաղընկերները։ Շախմատ չեմ խաղում, բայց ափսոսում չեմ խաղում, որովհետև երևի ես լինեի լավ շախմատից, կարծում էի, որովհետև սիրում եմ շախմատ խաղալ, սիրում եմ, բայց ես չեմ զբաղվել դրանով։ Մի անգամ պատմել եք, որ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հետ լուցկիներով խաղ եք խաղացել եւ 7 անգամ հաղթելուց հետո նա բարկացել եւ գնացել է։ Ջրանացավ ու Կպատմեք ինչպես եղավ դա։ Մոսկվայում էինք, Մոսկվա հյուրանոցում, նախաճաշից էինք, նախաճաշ էինք անում, դե այդպիսի հսկա շախմատիստի համար լուսերը խաղը դիներ խաղալիք։ Բայց իրոք մտասպաղ էր մարմոնը, բայց ջրանացավ թողեց գնաց։ Աճպարարական հնարքներ չեք կիրառել հաստատ։ Աճպարարական չէ, դա խնդիր էր, լուսկիները շարվեց, ինչ-որ դա հանեց, բայց այդ կամ ինչ-որ մի բան պետք է սարքես այդ լուսկիները, այդ մի բան էր։ Դուք ամենատարբեր երկրներից մշտապես հրավերներ եք ունեցել, աշխատանքի հրավերներ, սակայն դրանք մերժել եք։
Այսօր արտագաղթի ալիքը չի դադարում, կարծեք թե արտագաղթի դեղատոմս ունեք դուք։ Արտագաղթը միշտ էլ եղել է եւ կլինի։ Իսկ ես անձամբ, այո, շատ առաջարկություններ եղել եմ, բայց ես նախընտրել եմ իմ հայրենիքում մնալ, որովհետեւ ինչպես քիչ առաջացի, հայրենիքը ինձ համար անհասանելի մի բան էր։ Փոքր հասակից որ իմ ծննդավայրը այնպեսի տեղ եղել, որտեղ հայրենիք գալը անհնար է եղել, հիմա է որ ես ամեն ինչ բարդ է, կարող ինքնատիպ նստել, երկու ժամանակ դեռնել։ Առաջ այդպես բաներ չկար։ Եվ անհասանելի մի բան էր ինձ համար հայրենիքը։ Եվ քանի որ ինձ բախտ վիճակվեց, պիտի ասեմ, որ իմ իղձը կատարվեց, ես կարողացա ֆրոնտ գտնել, որպես իմ հայրենիքում ծառայել։ Դե չեմ ուզում Երևանից բաժանվել, չնայած շատ եմ շրջագայության գնացել եկել։ Ինձ էլ լավ եմ ուզում։ Ահա, իսկ երաժիշտներ կան, որ հեռացել են հենց ձեր խմբից, շատ են եւ շարունակվում է այդ ալիքը։ Հիմա չեն կան։ Հիմա նույնիսկ վերադարձի բաներ կա։ Մի անգամ Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում հաշվեցինք, ուրեմն 43 հոգի մեր խմբից այնտեղ գնացող եղել էր։ Հիմա ավելի շատ են, բայց շատ չեն։ Հազիվ 50-ը հասնի։ Եվ պատահեց այնպես, որ բոլորը այնտեղ հավաքվեցին եւ կազմեցինք մի երգչախումբ, անունը դրեցինք Չեկիջան երգչախումբ։ Այդպես ելույթ ունեցանք եւ հաջող անցավ։ Մեր երկիրն ապագայում, մոտ ապագայում ինչպեսին կուզեք տեսնել եւ այսօրվա դրությամբ ձեզ ինչ խնդիրներ են մտահոգում։ Ճիշտ ասած, պատերազմի վտանգ կա։ Շատ վախենում եմ, որ պատերազմ պայթի հանգարց։ Ասված, որ մեր դիվանագետները կարողանան հեշտությամբ ուզել, չնայած շատ դժվար խնդիր է, այս Ղարաբաղի խնդիրը, թվում է թե անլուծելի է մինչև օրս, որովհետև հարցը դժվար է, ինքնության դժվար է։ Աստված մեզ բախաբան։ Իսկ բացի այդ թեկուզ հենց մշակույթի ոլորտում ինչ խնդիրներ կան, որ կուզեք լուծված տեսնել կամ ինչի վրա պետք է ուշադրություն դարձվի։ Դե կուզենայի, որ առաջվա նման մենք կարողանայինք այս խմբին դանել բերել ավելի հեշտությամբ, ֆինանսները մեզ չխանգարել շատ, որովհետև նախկինում սենց էր, ամբողջ այսպես կոչված պարեզոց պլան կար, պլանները կար, մենք դրյալ տարին կամ մի տարի առաջ, որտեղ պետք է գնանք արդեն պարզ էր, եւ այդ ֆինանսները մեզ համար միանգամից մի շնչով լուծվում էր։ Հիմա ամեն մի շրջագայությանը պետք է գնաս, տեսակ, այսի բնավորությունից մեջ չկա այնպես, մուրացկանություն անել, պետք է գնաս խնդրես, աղաչես, ինչ որ, ես չգիտեմ, ես ինձ ավելի միշտ հպարտ եմ բայել, չեմ ուզեցել գզնել, բաներ չեմ, դրա համար էլ հիմա շրջագայության թիվերը շատ պակասել են, թեև կան շատ առաջարկություններ կան, բայց ֆինանս չկա։ Այդ ձեր ծննդյան օրն է մոտենում, ասեցիք համերգով եք նշելու, ինչ նվեր կուզենաք ստանալ, ինչ ցանկալի նվեր կա, որ կուզենաք։ Ցանկալի նվեր։ Այո։ Ոչ մի նվեր չեմ սպասում, բայց ճանապարհին որ մի մեջով ոսկի գտնի, ված չէ լինի։ Պարոն Չեկիջյան, իսկ բացի համերգից էլ ինչ ծրագրեր ունեք։ Դե հասա այս տարիքին, բայց իմ բնավորությունից այնց դեռ չի քաշում։ Արդեն 22 տարի սարքում եմ ուրեմն մի ամառանոց, որը վեճ չունի։ Կուզենայի վեճ տեսնել։ Որտեղ է ամառանոցը։ Բյուրականում։ Շատ է մնացել դեռ։ Չէ, քիչ բան է մնացել, բայց էլի կա։ Այսինքն անողի համար շատ բան կա։ Չանողի համար ոչ մի չկա, այդպես է։ Կյանքն է այդպես։